Սիրելիներս ողջույն, ինչպես եք երկար ժամանակ է, որ վլոգ չեմ կարողանում նկարել, բայց լավ է հասել եք տեղ, այսօր վլոգը տեղադրել եմ, հուսամ որ դիտել եք, Արտուրն է զանգում, այսօր ավտոբուսով եմ եկել, չէր կարողանա ետևիցս գալ, բայց հասցրեցի մի հատ իրեն պատասխանակ, հետո նորից կմիանամ ձեզ։ Սիրելիներս, մեզ մոտ ուշ երեկո է, ես վլոգը նոր սկսում եմ շարունակել, վերջի կադրը արդեն չեմ էլ հիշում, կարծեմ նոր սկսում էի։ Գնացել ենք խանութ, եկել ենք տուն, բայց ժամանակ չի եղել, ոչ գնումները ցույց տալ, առանձնացել եմ 1-2 բան, որպեսզի ձեզ հետ կիսվեմ, ու այստեղ առանց ձեզ մենակ բրաունի էի պատրաստել, անկեղծ լինեմ, թե չլինի։ Ես այս բրաունին ինչքան ուզում եմ այնպես անել, որ սկսեմ սիրել, միևնույն է ինչ-որ բան չի ստացվում ինձ մոտ, ոչ թե պատրաստելու առումով, այլ ինձ համար սա այնպես է, որ կարծես, բայց փափուկ է շատ ինքը, այնպես չէ, բայց որպես այդպիսին ես սա չեմ հասկանում, սա միայն տաք ժամանակ կարելի է պաղպաղակը դնել վրան ու ուտել, իսկ որ այդպես արչում է, կարծես կիսահում ինչ-որ բան ստացվի, կամ միկրոալիքային վառարանում պետք է տաքացնել, նոր ուտել, չգիտեմ, համենայն դեպս, թեպետ այս փոքրիկ կտորն է մնացել, տարօրինակ ծան եկավ, ուզում էի հասկանալ որտեղից է, այսքանն է մնացել, սա էլ արդեն վաղը կվերջանա։ Այստեղ ինչ է սիրելիներս, ինչ է, ով կասի, ճիշտն ասած փորձարկում եմ անում չիայով, տեսել եմ տարբեր տեղերում, որ չիան են ցանել, այս անգամ կտավատը, ովքեր որ Եվրոպայում են ապրում, կարծում եմ այդ խնդիրը բոլորս ունենք, հիմնականում այստեղ ձավարեղենը ձավար է, հա, ցորեն չկա, որովհետև ծեծած վիճակում է հիմնականը ու չի աճում, դա բնականաբար ծեծած ձավարը չի աճի, ոսպն էի ցանում, հետո որոշեցի, որ տես այս տարի, որ մի տեսակ այսպես բոլորը կտավատ ու չիա են ցանում, ասացի լավ, եկ ես էլ փորձեմ, անկեղծ մաման է ցանել, սա չիան է արդեն ձիլ է տալիս, բայց շատ դանդաղ է աճում, ասեմ իմանալ, իսկ ահա այստեղ էլ, տեսեք կտավատն է սիրելիներս, չգիտեմ ինչքանով է բարձրանում կտավատը, բայց արդեն կլինի 4-5 օր, որ այսպես աճում է, հուսամ, որ կբարձրանա, տեղ-տեղ լավ չի աճել, տեղ-տեղ, բայց հիմնականում, տեսեք, այսպիսի տեսք է ստացել, տեսնենք ինչ կլինի, այսպես, 2 հատ այսպես մեծն ենք ցանել և այս փոքրիկը, հիմա ինձ կասեք Էլեն ջան, սա ինչ է, ես էլ կասեմ, դիֆուզոր է, մազերը հատուկ կանգնեցնելու համար դիֆուզոր է, որը շատ հարմար է մինի տարբերակներ, տեսեք, կարող եք ճամփորդության ժամանակ վերցնել ձեզ հետ, տեղ չի գրավում, իհարկե պոտենցիալ, այդ տեսեք դա չեմ ստուգել ինչքան էր, մի հատ նայեմ, տեսնեմ, որտեղ գրված է, ճիշտ ասած չեմ ոյ, ինձ թվում է ցածր է, ինձ թվում է, որ ցածր է, բայց ինչու անդադ ֆոկուսից ընկնում հեռախոսը, ինձ թվում է, որ ցածր է, բայց եթե անկեղծ դեռ չեմ օգտագործել, այսպես բացեցի, հետո ասացի չէ, թողնեմ միասին, այսպես ռասպակովիչկա կանենք, unboxing, ինչպես ասում են, հա, այստեղ անգամ քայլերն են նշված ինչպես անել, սկզբում լվանալուց հետո գերը դնել, հետո արմատներին պահել, որպեսզի ծավալ հաղորդի, հետո արդեն աստիճանաբար իջնել ներքև և գլուխը կախ վիճակում, որպեսզի մազերը ֆիքսի, ուրեմն, այս փոքրիկ սիրունի կատարոտը այսպիսի տեսք ունի, մի հատ, ահա, խնդրեմ, այսպիսի տեսք ունի, Կարեֆորից են գնել, 69 եվրոյից դարձել է 50 եվրո, ինչ եմ ուզում ասել,
չեմ փորձարկել, նոր պետք է փորձարկեմ հասկանամ ինչ է, ոնց է, հա, մինչ այդ սովորական ֆենի հատուկ այդ գլխիկով է օգտագործում։ Ինչ վերաբերվում է, ես ուզում եմ սեկոտեկ գնել, սեկոտեկին էի նախընտրել, այսպես անգամ Amazon-ի այդ բաժնում դրել էի, որ պատվիրեի, բայց այսօր sense պատահաբար ասացի կարող է sense սեկոտեկը լինի, հենց Carrefour-ից գնեմ։ Այնել տեսա սա, ճիշտն ասած Bellissima-ն շատ են, այսպես ասած գովում, բայց ոչ այս մոդելը, համենայն դեպս սիրելին ես, եկեք փորձեմ, հա։ Կարծում եմ, որ սովորական վարսահարդարիչից, որ 1000 անգամ ավելի լավը կլինի գոնե մազերս այս հատվածում, գիտեք վարսահարդարիչը այս վերջես մազերս իչքան այսպես պրճկոտում ուղակի գլուխդ կախ ես սնում, մեկ էլ զգում ես, որ ներս է հասել ու մի լավ պոկում է մազեր։ Մի խոսքով սա էլ իմ նորույթ է, ինչ էի վերցրել, հա, մեկ էլ անդադ վիդեոներ եմ տեսնում, որ այս գելն է շատ գովում, թեպետ այնքան բան եմ գնել, աստված հիմա էլ այս գանգրահերությամբ եմ տարապում, գիտեք ինչի, որովհետև այստեղի կլիմային ավելի լավ է մազեր գանգուր լինի, քան թե ուղիղ, որովհետև վարսահարդարիչի միջոցով մազերը վառվում է, հաջորդ օրը մեկ է տեսնում ես սկսել է ալիքներ առաջանալ, որովհետև եղանակային պայմանների պատճառով խոնավ ամռանը ծովի գոլորշին է, հա, այսպես ծովն է գոլորշի անում, այդ աղը կուտակվում, օդ է բարձրանում ու նստում է մարմնիդ վրա ու մազերիդ, որ ամռանը ոչինչ չես կարող անել, ձմռանն էլ անդադ խոնավ եղանակ է այստեղ ու հետևաբար ավելի լավ է գանգրացնել, չգիտեմ, այս պարագայում դեռ որոշել եմ գանգրացնել, այսպես, իսկ այստեղ երեխաների նախաճաշն է, վաղը Վիկտորյան գնում է էքսկուրսիա իրենը, այս տարբերակով եմ դրել, Քրիստինայինը այս մի տարբերակով եմ դրել, այս հեռախոսան ընդհանուր ֆոկուսից ընկնում է, չեմ հասկանում ինչու, ծածկենք ու դնենք մի կողմ, սա իրենց նախաճաշը Էրիկինը նույնպես պատրաստել եմ, և այստեղ ինչ է, ոսպով բրնձով փլավ եմ պատրաստել, միսն էլ համեմել եմ սիրելիներս, վաղը անտանելի հագեցած օրենք ունենալու, տեսնեմ ոնց ենք հասցնելու, եթե անկեղծ լինեմ, Քրիստինան գիմնաստիկայի է, Վիկտորյան էքսկուրսիայի, հետո պետք է արագ փոխվի ժամը 4-ին սոլֆեջիոյի, ժամը 7-ին համերգին է, սոլֆեջիոն վերջացնում է ժամը 5-ին, 5-ին պետք է տուն բերեմ, հետո նորից տանեմ, Քրիստինա ժամը 6-ին պարապունք ունի մինչև 6-ից 7-ը, չէ, 5-ից 6-ը դեր աստված, այդ ընթացքում չգիտեմ ոնց եմ անելու, բայց պետք է անեմ դրա համար, մաման Էրիկի այդ պարապունքներ ունի, դրա համար հացը պատրաստեցի, քիչ վաղը քիչ վազվզենք, մաման էլ տանը, այսպես ասած, այդքան երուզերից հետո դիկ, մի հատ բարևի աղջիկներին, ուր են գնում, մենք էլի դրսում ենք սիրելիներս, դու ասես, կոնցերտոնի չա հայրեն ասա, որ հասկանան, կարող է իրանք չհասկանան, որ դու ասես, ինչ է նշանակում կոնցերտով, ասա համերգի, իմացար, հասկացար էտի որնակ, ասա սրանից հետո, սիրելիներս գնում են Վիկտորիայից, այսօր համերգն է, արձակումներից առաջ, հիմա եկա այս աղջնակի վերցրեցի, ժամը 5-ից 6-ը գիմնաստիկա ուներ, խնդրեցի, որ մնար տանը այսօր, ասաց չէ, ես ուզում եմ գալ պարապունքի, եկանք պարապունքի, Վիկտորյանը 4-ից 5-ը սոլֆեջիոյի էր, հիմա վերջացրել է, մի ժամ ինձ հետ մնաց, թողել եմ ծնողներից մեկի մոտ, հիմա վազելով գնում ենք Վիկտորիային վերցնենք, 6-ից Վիկտորիան պետք է գնա փորձանելու, 7-ին է սկսվում է, չէ?
Այս ընթացքում մենք մի բան կանենք, որովհետև մինչև մենք գնանք տուն ու ետ դառնանք, արդեն ետ գալու ժամանակը կլինի, հա? Ասա։ Բաները կողավիտը և ամակաս։ No, չէ, բալ, չեն կարա գնանք տուն, չենք հասցնի արդեն։ Գնում ենք Վիկտորիային վերցնենք ու հիմա Վիկտորիան կգա փորձ կանի, մենք էլ մի կես ժամ կսպասենք ու կմտնենք ներս։ Դու այդ ընթացքում այստեղից կվերցնես կրուասանը կուտես։ Բիֆրուտի։ Բիֆրուտը այլ են վերցրել, մենք էլ ըմպելի յոգուրտը, հուսանք պապան կգա մեր հետևից։ Թե չէ կստացի, որ 4 ժամ դրսում մենակ ենք լինելու, հա։ Սերմանյանան օքոսյոնդամ է մերապոն է բիֆրուտի, աղացիկներ էսկուսյա են գենում բար, գնալեմ այոպոտ ու սամալոտի մեծ եմ բարձրանալու, չի գնալու այսպես։ Չի թրջելու։ Այ Կրիստիկ դու քո հայրենը։ Այ։ Հա, բայց հիմա չեն գնում, բա գնանք Վիկտորիան վերցենք նոր, այ, սպասում ա Վիկտորիան, Նայերայի հետ ա, այդպես, մի խոսքով, գնանք հետո կգանք կմյանանք նորից ձեզ։ Շտապում եմ աշխատանքին, ձեզ է լավ ու հագեցած օր եմ ցանկանում, հաջորդի նորից կմիանամ ձեզ։ Սիրելիներս, այսօր մեզ մոտ օրը շաբաթ է, գնացել են գրումների և որոշեցի ձեզ հետ կիսվել, թեպետ ոչ մի կերպ չեմ կարողանում վլոգներ նկարել ժամանակի սոկ լինելու պատճառով։ Ուրեմն այստեղ պիստաչո են գնել, նորությունը բավականին ինձ համար սա թանկ է, որպես պաղպաղակի համար, Արտուրն է սիրում, եթե այսպես ասեմ, ինձ համար շատ պրինտային քաղցր եմ, անկեղծ լինեմ։ 2 տոպերիկի համար ձողիկներ, հավկիթը չգիտեմ ինչպես ենք արել, կոտրված բերել ենք տուն։ Այստեղ այսպիսի եգիպտացորենի հացիկներ եմ ունի, այսպիսի երեկան ֆիլմի հետ կզբաղվենք, երեխաներն են վերցրել, սա է նորություն։ Դուբայսկի շոկոլադի նման, բայց պնդուկի համով է։ Այստեղ սեղանի թուղթ է, գրպանի անձարացիկ եմ, 2 տուփ մածուն է, թեպետ կեֆիր է սա, այս կապուչինն այնքան թեթև է, որ մի տեսակ սուրճի կարիք ես ունենում, բայց և չես ուզում սուրճ խմել, սա թեթև տարբերակն է, համեղ է ստացում, կարող եք և կաթ ավելացնել, կարող եք և հենց այսպես թողնել։ 2 տուփ մանգոյի հյութ են գնել, երեխաները թեպետ արձակուրդ են, բայց արդեն գնալու են դասի, իրենց նախաճաշ որպես այսպիսի բիսկվիտներ վերցրել, գազար, սա վերցրել եմ կալը դուրս բերող հեղուկ եմ, այսպիսի չորահաց է, արևածաղկի սերներ է մեջը, հաց այսքան գնել ենք, չգիտեմ ինչու համար, 2 հատ մանգո, շաքարավազ, այս 2 օրը անդադ թխվածներ պատրաստելուց վերջացել էր, այսպիսի ոգերոն ձուկն է, քացախի մեջ մարինացված է սխտորով և մաղադանոսով, այստեղ մորացա անունը անկեղծ
Խամուն, լայել են, խամուն է Արտուրը վերցրել, նարնջի հյութ ենք վերցրել, 2 տուփկատ, այս տեսակ հյութեր, այնտեղ չորահաց է տոմատի, քսուկով և օրեգանոյով, այստեղ թթվասեր է, 3 տեսակ Յոգուրտներ են, վերևինը Քրիստինան է կոկոսի համոս սիրում, ներքևինը Սալորը, այստեղ ընկույց, տեղ աղջիկներս հավկիթներն եմ ներկել, այսպիսի տեսք ունի, եթե անկեղծ լինեմ, ես միշտ այս տարբերակով եմ ներկում, բայց ստացվում է այնպես, որ չգիտեմ ինչու, կոտրվում է, ասեք ինչի հետ է կապած, ստուգում եմ հավկիթները, դնում եմ սառը ջրի մեջ, զգուշությամբ, բայց միևնույնն է էլի ճաքում են, հիմնականը երևի 7-ից 8 հատը ճաքում են։ Այստեղ սամիթի տերևները վեյարել եմ պես լավ դուրս չի եկել ու տեսեք ճաքերը վրայի, իսկ սա համեմ և մաղադան, սա համեմն է, սա մաղադանոսն է, չեմ սիրում գույներով, սա լավ դուրս չի եկել վրայից, եթե անկեղծ լինեմ չեմ սիրում գույներով, իմ մեջ այսպես է տպավորվել, տատիկս սենց պատրաստում էր, այսպես էլ ինձ մոտ է գնում, այստեղ պիլպի եմ պատրաստել, սիրում ենք, քանի որ զատիկ է, մսամթերք չի կարելի, ես զովամթերքից գոնեսա պատրաստում եմ, փլավ այսպես առանձին են կարել, որովհետև երեխաները չի սիրում և այստեղ էլ լավաշը և չոր մրգերն են դրված, շամի չենք դրել, սալոր և ծիրան։ Կամանց գնա, սիրելին է, դուրս ենք եկել զբոսնելու, այստեղ Aquí Eric, por ahí, no? Por ahí. Por aquí, ven. Թողին քանի, բար, թողին քանի, որ իրան կարող են պահնայ, հա։ Սիրելին ես, դուրս ենք եկել զբոսնելու, ամեն մեկս մեկի հետ ենք, ես Էրիկի հետ, Քրիստինան այնտեղ իր ապարատի հետ բլոգերություն է անում։ Արդեն եղանակներն փոքր մեզ մոտ տաքացել են, ժամերը փոխվել են, Հայաստանի հետ տարբերությունը ժամային 2 ժամ է։ Հիմա այս պահին մեզ մոտ ժամը 10:05 է ու մենք դրսում ենք, ոչ էլ այնքան ցուրտ է։ Քամի է, բայց տանելի է։ Ուր գրկենք, չէ, կարուսել չէ, no, կարուսել no, Եսի իմա, որ վիդեո ադել։ Վիդեո ես անելու։ Նայ, ասում ան welcome, ուստեղ անելու են։ Ինչ է նշանակում welcome։ Welcome անգլերենում։ Դու հայերեն պետք է թարգմանես։ Ասում ան բարև։ Ահա։ Կամ չէ, ոչ թե բարև, այլ բարի գալուստ։ Բարի գալու։ Ու նայ, այստեղ են կաբելու։ Այստեղ են կաբելու, այստեղ ու կարանք ֆոտո անել։ Ահա, սուպեր։ Այդ կուերդան էլ շնորոքն էլ կարաս կապես։ Նայ, չեն օգնել։ Որ ձերքից, որ չընկնի, կապես որ չընկնի, հատուկ դրամ շատ սիրում։ Այս հիմա են կալվել, Ինչ ես արել, հիմա են գնել։ հա, հիմա են դերնել։ Ահա, խանութից, վերջ։ Բատերիա ունի։ Մամայի պես ես անելու, նկարելու ես քեզ։ No, like this car, չի պետետու։ Չի պտտում։ Մենակ տենց պետք է անես, ահա։ Իմը պտտվում ակոնը չի պտտվում։
I filma video իմանելու։ Ահա, դե վիդեո կանես, չմոռանաս։